Гарагин однажды говорил, они не могут быть братьями. Они же легендарные люди, которые отдали жизнь. Я не знаю, я слишком маленький человек в этом мире, но я пытаюсь призвать людей в церковь прийти. Больше я ничего не хочу призывать людям, потому что остальное не мое. Լավացնել համար դրա համար պետք է մի կողմանը զիջում չելնի մենակ։ Դե մյուս կողմից էլ էտի իսկի ասեն հա որ ցեղասպանության մասին թաշացած хотя бы просто ներողություն ասեն մի բան, բայց դա մենակ մի կողմանի շատ վատ է, շատ վատ եմ նայում։ Նիկոլ Փաշինյանը կարա բոլորի հետ էլ հարաբերությունները լավացվի, բայց ոչ հայ ազգի հաշվին։ Ես Նիկոլ Փաշինյանից ոչ մի պատկառելի լավ բան չեմ սպասում։ Թուրքիան մեր հարևանն է։ Բնականաբար պետք է ինչ-որ հարաբերություն անել, բայց դա անում են այն դեպքում, երբ որ դու վստահ ես, որ դու դրա համար խնդրեմ չես ունենալու։ Հայաստանը այսօրությամբ ճիշտ է խոսում, չունի այդ ուժը, որ ինքը կարողանա իր անվտանգության երաշխիքները ստեղծի։ Իսկ Թուրքիան այն պետությունն է, Սիրիան մեր աչքի առաջ է, տեսեք ինչ եղավ։ ՄԱԿ-ի կողմից ընդունված, սահմանները ճանաչված երկիր ընդամենը 3 օրում մտավ հյուսային հատված ավիրեց դուրս եկավ։ Մենք չունենք այդ գարանտիան։ Չունենք այդ գարանտիան եւ մեր հյուսային գործընկերոջը ասում ենք չէ դու արդեն մեր գործընկերը չես եւ ինչ գարանտիա մենք գնում Թուրքիայի հետ համագործակցության ես չգիտեմ դա չէ ուզում ասել տգիտությունն է դա ինչ որ իմ կարծիքով միտումնավոր ինչ որ Если мы будем верить, все будет хорошо. Вера. Иисус Христос говорил, верьте, все будет хорошо. Если все будут верить, все будет хорошо. Я не могу решать за тех людей, которые сейчас у власти, это их сугубо личное. Я верю в Бога, только в Него. Испания вообще шат, парши вообще. Институтом шат тул вичак меча. Ինստենցատում, չգիտեմ, կարող ես խալում։ Կբացեք ձեր պատասխանը։ Ինձ թվում է բոլոր գիտակից մարդկանց համար էլ ամեն ինչ պարզ է, ոչ բացելու բան կա, ոչ թազա ասելու։ Այս մարդը իր աթոռը պահելու համար պատրաստ է ամեն ինչի, թե պետությունը, թե ինքը պետությունից բացի հայի տեսակն է ոչնչացնում։ Շատ ծանր։ Այսօրությամբ շատ ծանր վիճակում է Հայաստանի անվտանգությունը։ Այդ հեքիաթները, խաղաղություն, չգիտեմ ինչ է, դրանք միֆեր է։ Դիմացի նախընտրական process-ներ ընթանալու եւ դա ուղղակի պոպուլիստական, հերթական հայտարարություն է։ Չկա տենց բան։ Հայաստանի անվտանգությունը նախ առաջի հերթին Հայաստանը պետք է հույս դնի իր վրա, երկրորդը ընտրի ճիշտ գործընկերներ ու շարունակի։ Մենք խնդիրներ չենք ունեցել երբեք։ Ոչ մեկի հետ ժամանակին զուտ գործընկերության առումով երբ ղեկավարն են նորմալ եղել, միգուցե դա է պատճառն եղել, իսկ հիմա մենք չունենք այդ խնդիր, ինչքան հեքիաթներ պատմում են խաղաղություն, անվտանգություն եւ այլն չկա դա։ Այսօր շատ ավելի մեծ վտանգի մեջ է այսօր Հայաստանը, այսօր, քան ասենք եղել է պատերազմների ժամանակներ եւ այլն։ Այսպես միֆական ինչ-որ խաղաղություն է, որը չգիտես երբ կպայթի։ Сердцем и верой. Больше ничем. Только нужно верить. Чтобы они верили в Бога, побоялись Бога и будут любить свой народ. Человек, который любит Бога, он будет любить своего окружающего. Также в Библии написано, не мной это написано. Հայաստանի լիդերը պետք է լինի ուժեղ մարդ, ուժեղ հոգով, եկեղեցու մարդ, даже կասեի, տենց որ духовно сильным, տենց ասեմ, ճիշտ լինի։ Ու ուժեղ ինքը ուժեղ ամեն ասպեկտի մեջ մարդ, որ կարա երկիր մի իր ձեռքի տակ վերցնի, կարան կառաջանանք։ Պետք է ուժեղ մարդ լինի, հիմա չգիտեմ ով կարա լինի, բայց պետք է ուժեղ մարդ լինի։ Հայաստանի ապագա իշխանությունները առաջի հերթին պետք է լինեն ազգասեր։ Երկրորդ հերթին ճիշտ պատկերացնեն աշխարհաքաղաքական իրավիճակը, ճիշտ կողմնորոշվեն ու արդար ազնիվ ղեկավարելով բերեն մի հանեն այս վիճակից մեր ազգը։ Պետականամետ։ Առաջերտին պետականամետ։ Գիտեք, ազգայնամոլություն ես էլ չեմ սիրում, բայց չի կարելի քո ազգայինը մոռանալ։ Վերջապես պետությունը, որովհետև եթե վերցնենք, քրդերն են ազգ, չէ՞, բայց պետություն չունեն։ Ասորիների պես հիանալի ազգ այսօր պետություն չունի։ Ինչի՞ց է, որտեղ ինչ-որ բաներ իրանց կորցրել են ժամանակին։ Եթե մենք կորցնենք այսօր մեր եկեղեցին, մեր լեզուն, մեր արարած լեռը, որը հա
աշխարհագրական առումով մերը չի, բայց նա մերն է եղել, մենք դրանով ենք մեծացել, մենք սերունդներ ա մեծացել դրանով, մենք դրանով հպարտացել ենք, մենք դրանով կոչել ենք ինչ-որ բրենդներ, նույնիսկ այսօրվա լեզվով ասած, հա, ու այսօր դա խաչ քաշել դրա վրա, մենք ինչ ենք ստեղծում, ինչ ենք ունենալու։ Тяжело, очень тяжело, не хочется этого верить, в это верить. Ну, это, мне кажется, люди безбожные такие вещи могут делать, а мы люди верующие. Իմ կարծիքն է, որ չկարելի եկեղեցուն խառնել այդ քաղաքացիական այդ պոլիտիկայի մեջ, դիլերի առանձին լինի, ու եթե դաժե հարց առաջանա, չգիտեմ, որևէ մի աշխատողի հետ եկեղեցու հետ կապված, ըստ այդ պետք է լինի առանձին, առանց աղմուկ, որ իսկի ժողովուրդ դաժե չիմանալ այդպես հարց եղել։ Մեր կարծիքը, մեր հայկական մթնոլորտը հայ մնալը նամանավանդ Հայաստանից դուրս 2000 տարի պահել է եկեղեցին։ Հիմա եկեղեցուն ինչ որ անուն դնել դեմ գնալը դա սրիկայություն է։ Չի կարելի մեր ազգային ինքնությունը այսպես ոտատակ տալ, այն որ մենք դարերով ունեցել ենք եղելակա, այսպես ինչ որ, չգիտեմ, անձնական շահերի կամ ինչ որ միտումնավոր ինչ որ հրահրումների պատճառով դա ոտնձգության մեր սրբության, մեր ազգային գենետիկայի ընդհանրապես մեր ինքնության վրա սա անթույլատրելի է, եթե հայ ազգը կորցնի նաև այն ինչին հավատաց, հավատացել է, ազգը կորցանի։ Он великий человек, великий сын армянского народа, много что сделал для нас. Ну, даже мы здесь находимся, много что он помог, в отличие от меня и некоторых людей, поэтому он добрый, отзывчивый человек. Спасибо ему. Սամվել Կարապետյանը ես շատ մարդ գիտեմ, որ ճանաչում են, ինքը որպես սպորտսմեն կարում ասեմ, որ շատ բան է անում հայերի համար։ Իստում այդ շատ սխալ է, ինչքան շուտ իրամ տիպաշը բաց թողել։ Սամվել Կարապետյանը մեր հայ ազգի լավ բարերարներից է, որը ազգասեր, հայասեր, Հայաստանի համար ունի լիքը արած լավ գործեր, իհարկե նա հայ մարդու նորմալ տեսակ է, որը կպաշտպաներ եկեղեցուն, հետո էլ կպաշտպանի սրանով նրան ոչ կարան հոգին կոտրեն, ոչ իրան կոտրեն։ Սամվել Կարապետյանը մեր հայ ազգի լավագույն մարդկանցից է։ Ընդհանրապես քաղաքական հետապնդում ուրիշ ոչինչ։ Քաղաքական հետապնդում, որովհետև իրավական ոչ մի հիմք չկա։ Ես անձամբ չեմ ճանաչում Կարապետյան Սամվելին, ճիշտ ասեմ։ Տեսել եմ այն ինչ որ եղել է մամուլով, նույնիսկ այդ պարագայում դա անընդունելի է։ Անընդունելի է, որտեղ այդ մարդը փորձել է պաշտպանել ընդհանրապես ուղղակի պաշտպանել եկեղեցին, մեր սրբությունը։ Ոչ մի, այսպես ասած, հակակառավարական, հակաիշխանական, հակապետական հայտարարություններ Կարապետյան Սամվելի կողմից չի եղել։ Ընդհանրապես մարդը ասել որ կանգնած է եկեղեցու կողքին եւ դրա համար այդ մարդը պատասխանություն է կրում այսօրվա իշխանությունից։